Վրաստանում ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընտրատեղամասերը փակվեցին տեղական ժամանակով ժամը 20:00-ից, որից հետո սկսվեց արդյունքների հաշվարկը։ Նինոսմինդայի 41 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Գյուրեղյանը ներկայացրեց Նինոսմինդայի շրջանի նախնական արդյունքները, իսկ վերջնական արդյունքները կհայտարարվի տարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը կազմելուց հետո։ Ինչպես արդեն բոլորիս պարզ է, որ 4-ին հոկտեմբերի Վրաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ինչ խոսքը վերաբերում է մեզ, Նինոսմինդայի 41 տարածքային ընտրական հանձնաժողովի բոլոր տեղամասերին, ընտրությունները անցան բարձր մակարդակով։ Նախասենյակում ոչ մի տեղամասում բողոքարկում չի եղել, ընդհարում չի եղել, վիճելի հարցեր չեն եղել։ Այնուհետև արդյունքները քննարկելուց հետո պարզ դարձավ, որ մեր տարածքը համարվում է Վրաստանի ընտրական արդյունքներով ամենաարդյունավետ տարածքը եւ կարելի ասել Վրաստանում առաջին տեղն է գրավում։ Ինչպես դուք գիտեք, կուսակցություններից մենք ունենք 14-րդ կուսակցությունը, 25-րդ կուսակցությունը եւ 41 կուսակցությունը։ Ուրեմն արդյունքները ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ 14 կուսակցությունը ընդամենը հավաքել էր 126 ձայն, իսկ 25 կուսակցությունը հավաքել էր 68 ձայն։ Իսկ ինչ խոսքը վերաբերում է 41-ին վրացական երազանք կուսակցության 12506 ընտրողից 11731 ընտրողը ձայները տվել էին 41 կուսակցության վրացական երազանքին եւ արդյունքներով նա մոտարապես 98-37 արդյունքներով ուրեմն ամփոփվեց եւ փաստորեն ստացվում է, որ այն թեկնածուները, որոնք ընդգրկված էին այս կուսակցության համամասնական ցուցակում, 15 պատգամավորներ ընտրված են։ Անունները կարևոր չէ, ցուցակը կա մեր մոտ, մենք դեռ չենք ամփոփելու, գիտեք ինչի, կարգն այսպիսին է, արդյունքները կան, ընտրությունները անցել են, բայց ըստ օրենքի դրամայել ես չեմ ասում, մինչև տարածքային ընտրական հանձնաժողովը իր ամփոփիչ արձանագրությունը չհրասնի, հանձնաժողովի բոլոր անդամները չստորագրեն, այդ արդյունքները դեռևս իրավական ուժ չեն ստանում։ Դրա համար էլ այստեղ հարկ չկա նշելու, թե արդյունքներն ով ինչ է։ Միայն պարզ է, որ 41 կուսակցության 15 թեկնածուները համարվում են պատգամավորներ։ Իսկ ինչ վերաբերում է մեծամասնականի, ուրեմն ես ձեզ ասեմ, որ մենք ունենք թեմեր։ Համար առաջին թեմում դրված էր Ջավասպանյան, որը նորից արդյունքները բարձր է, մոտարապես ընդհանուր առաջին եւ երկրորդ տեղամասի արդյունքներով գրաֆեց ստացավ 91% ձայն եւ փաստորեն նա նույնպես դարձավ թեկնածու։ Այսինքն դերևս մինչև չստորագրվի, նորից նա չի համարվում պատգամավոր։ Երկրորդ տեղամասում Վաղինակ Արզումանյանն էր, որը միայն Ղոջաբեկի համար երրորդ տեղամասում էր, նա նույնպես հավաքել 91.48% ձայն եւ համարվում է ընտրված։ Երրորդ թեմը դա Արնակ Խախվերդյանն էր Գանձայի թեմում, ուրեմն փաստորեն այնտեղ Գանձայի երկու ընտրական տեղամասում, 4-րդ, 5-րդ եւ Սաղամոյի տեղամասում հավաքել է 99.7% ձայն։ Արդյունքը բարձր է, որը նույնպես արդեն համարվում է ընտրված։ 4-րդ թեմում մենք ունենք Գենդուրան է, ուրեմն 4-րդ թեմում մենք ունենք Արա Մանասյանը։
Արամ Անասյանի Գոնդուրայի բոլոր գյուղերն են, 7-րդը Մեծ Կենդուրան, 8-րդը Դիլիվ է, 9-րդը Փոքր Կենդուրան, 10-րդը Ղուլալես եւ 11-րդ Մամզարա գյուղերն են։ Այդ գյուղերի ընտրական արդյունքներից հավաքել են 95.6% ձայն, համարվում է ընտրված։ Այնուհետև 5-րդ թեմը, որը Գորելովկայի թեմն է, այստեղ մենք ունենք երկու թեկնածուներ։ Մեկը Ավտանդիլ Մակայդեն էր, մյուսը Արարատ Չապանյանը։ Ուրեմն մեկը 14-րդ կուսակցության կողմից էր առաջադրված, որը հավաքել է ընդամենը 6.19% ձայն, եւ Արարատ Չապանյանը այդ գյուղերի ամփոփած արդյունքների հետո ստացել է 89 համարյա 90% ձայն, Արարատ Չապանյանը համարվում է թեկնածու արդեն, ու երբ արձանագրությունը ստորագրվեց, նա կդառնա մեծամասնական պատգամավոր 5-րդ թեմի կողմից։ 6-ը Սատխայի թեմն է, Գևորգ Իսոյանը։ Այդ գյուղերի արդյունքներից նա ստացել է 96.6% ձայն եւ համարվում է արդեն պատգամավոր։ Հաջորդը Խանչալի թեմն է։ Խանչալի թեմում Սերգեյ Ադամյանն է, այնտեղ Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի, Կաթնատու գյուղերն են, ու այդ 3 գյուղերի ընտրական արդյունքներից հետո պարզվել է, որ նա հավաքել է 92.7% ձայն եւ համարվում է արդեն մեծամասնական պատգամավոր։ Հեշտիայի թեմում Եգոր Քոթոյանը, այնտեղ Հեշտիայի տեղամասում, Թորիայի տեղամասում, այնտեղ Ուժմանա եւ Ղարումա տեղամասերից հավաքել է 96.5% ձայն եւ նա նույնպես համարվում է մեծամասնական պատգամավոր։ 9-րդ թեմը, որը Խուրգումոյի թեմն է, այնտեղ ունենք Ասփարա, Խուրգումա եւ Ռադիոնորկա գյուղերը։ Այստեղ մենք ունենք նաեւ մեկը Մանուկ Արաքելյանը 41 կուսակցության կողմից եւ ունենք Եղիշ Մկրտչյանը նախաձեռնող խմբի կողմից։ Ուրեմն այստեղ արդյունքները ամփոփումից հետո պարզ է դարձել, որ Մանուկ Արաքելյանը համարվում է պատգամավոր։ Հաջորդը Փոգայի թեմն է, այնտեղ երկու տեղամաս կա, Փոգայի եւ Վլադիմիրովկայի տեղամասերը։ Այդ արդյունքներից պարզվել է, որ հավաքել է 99.7% ձայն, նա նույնպես համարվում է մեծամասնական պատգամավոր։ Եվ վերջինը Ջիգրաշենի թեմն է, 11-րդ թեմը, որտեղ Փոքր Խորեն եւ Ջիգրաշեն տեղամասերն են, արդյունքներից պարզվել է, որ նա նույնպես ստացել է 98.9% ձայն եւ համարվում է մեծամասնական պատգամավոր։ Ահա այսպիսին էին արդյունքները մեր հոկտեմբերի 24-ի կուսակցության համամասնական եւ մեծամասնական արդյունքները։ Իսկ ինչ վերաբերվում է շրջանի քաղաքապետի ընտրությունները, այնտեղ ունենք մենք 41-րդ կուսակցության կողմից առաջադրված Անիվարդ Մոսոյանը, դրական արդյունքների ամփոփումից հետո պարզվել է, որ նա հավաքել է 100% ձայն եւ համարվում է մինչեւ էլի նույնն եմ կրկնում, մինչեւ մեր հանձնաժողովի ընդհանուր ամփոփիչ արձանագրությունը ստորագրել նա չի համարվում, բայց այնուամենայնիվ արդեն լրությամբ այդ ցաները ապահովում են, երբ արդեն մեր ամփոփիչ արձանագրությունը ստորագրվի, նա կհամարվի Նինոս Մինդայի քաղաքապետ։ Նախորդ շնորհավորում եմ այս բոլորին, կամենում եմ առողջություն առաջինը, միամուր աշխատանք, միատեղ աշխատանք, թող նրանց աշխատանք ուղղված լինի մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական բարելավման, բարօրության եւ բոլոր դեպքերում կամենում եմ թող լինի խաղաղություն, որպեսզի մեր մունիցիպալիտետի եւ Սակրեբուլոյի եւ քաղաքապետարանի աշխատանքները միատեղ լինելով ծառայեն մեր ժողովրդի ընդհանուր շահերին։